Մեր երկրում պատմական փոփոխություն է եղել։ Այսպես Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ընտրություններից 2 ամիս առաջ ապրիլի 1-ից թոշակները բարձրացնելու կառավարության որոշումը։ Մենք որպես պետություն բավարար չափով լրջացել ենք։ Մինչդեռ Երևանի փողոցը կայացրել է իր որոշումը։ Մեկը միլիոն էլ ինձ ավելացնի իմ թոշակը, ես իրան չեմ ընտրելու։ Թոշակառուներին միլիոն տալու մտադրություն չունի Փաշինյանը։ Ինքը միլիոններ է տալիս նախարարներին, որ նրանք իրենց լավ աշխատանքով թոշակները 10,000 դրամով բարձրացնեն։ Այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս կներեք պերաշկի ուտել, 1000 ներողություն։ Համոզված է Փաշինյանը, 3.5 միլիարդ դրամ պարգևավճարն է մոտիվացրել իր կաբինետին, որ լավ աշխատեն, նախատեսածից շատ հարկ հավաքեն, ինչն էլ թույլ է տվել թոշակի վերանայումը։ Ինքն էլ կարող է հանգիստ պերաշկի ուտել։ Ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ եւ կներեք շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետեւ ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը։ Ես գիտեմ, որ համակարգը մոտիվացված աշխատում է։ Մենք որ լավ էինք աշխատում, իրանք ուր էին։ 2-3 միլիոն ու 10,000-ը բերում ես համեմատում ես։ Ես էլ եմ լավ աշխատել։ Բայց թոշակը 10,000-ից ավել չեն ալ։ Փաշինյանը հիմար խոսում առանց հասկանալու։ Մայրաքաղաքում մարդիկ Փաշինյանին խորհուրդ են տալիս ուրախանալուց առաջ խանութներ գնալ, գներին ծանոթանալ։ Այդ թոշակով ինքը կարա ապրել, դու կարա կապրեք 40,000-ով։ Թոշակները բարձրանան, միսը ոսկորոտ միսը դարելա 4,000 դրամ։ Թող բարձրանա, ոնց պետք է լինի։ Գները թող նայի։ Ես ինչքան է բարձրացել։ Հաշվում որ ոչ մի թոշակը չի բարձր։ 10,000 չէ 100,000 էլ բարձրացնի, այս գների հետ չի հերիքելու։ Մեղավորը ոչ վարչապետն է, ոչ մեկը, մեղավորը այն ժողովուրդն է, որ ընտրում է իր խելքի կառավարություն։ Ընտրելու եք այս տարի Փաշինյանին։ Իհարկե ոչ։ Բա թոշակները բարձրացրել ընտրություններից առաջ։ Բա մնացած է։ Որը։ Ղարաբաղ չկա, երկիր չկա։ Խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ 10,000 դրամով բարձրացող թոշակը ոչ թե օգնություն է թոշակառուի համար, այլ փոշի է մարդկանց աչքին, ասում են Երևանում։ Երկիրը քանդվել է, ինչ օգնություն։ Ինչ օգնություն։ Ես երկիր է։ ԿՊԱ-ական Վահագն Ալեքսանյանի կարծիքով երկիրը երկիր չէր, նախկինների օրոք։ Նա ազգային ժողովում ցուցադրել է 2000-ականների մի տեսանյութ, որտեղ մարդիկ բողոքում են, որ ցածր թոշակ են ստանում։ Այդ որ տենց մտազբաղ խոսում եք, այս մարդկանցից քանիսն է սովից մահացել այդ տարի։ Այս ցույց անող պապիկներից քանիսն է սովից մահացել այդ տարի։ Այս ցույց անող պապիկներից քանիսն է այդ տարի մահացել, որտեղ սրտի վիրահատության փող չի ունեցել։ Հայաստան դաշինքի падգամավոր Արծվիկ Մինասյանը ԿՊԱ-ական падգամավորին հիշեցրել է, որ այդ տարիներին Ռոբերտ Քոչարյանը նոր էր իշխանության եկել։ Կառավարման հետևանքով։ Եվ երկրորդ նախագահի կառավարման տարիներին սովից մահացող թոշակառու չի եղել, թոշակն էլ բարձրացել է 5 անգամ։ Այդ մարդկանցից երևի որևէ մեկը սովից չի մահացել, բայց այդ ձեր կառավարման տարիներին այդ մարդկանց թոռները եւ ծոռները ոչ միայն զոհվեցին, այլ նաեւ մահացան ձեր ապիկար կառավարման հետևանքով։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների մասին ԿՊԱ-ական падգամավորի այս պնդումներին Այս ցույց անող պապիկներից քանիսն է մահացել, որովհետև այլ վիրահատության փող չի ունեցել, որովհետև դեղի վիրահատության փող չի ունեցել։ Երևանում թոշակառուները հակադարձում են։ Փաշինյանի կառավարման տարիներին է, որ անգամ 10,000-ով բարձրացած թոշակի դեպքում ոչ դեղ են կարողանում գնել, ոչ էլ վիրահատության գնալ։ Դողդողալով չէինք շարժվի մեր տարիքում, 1000 ցավ ունենք։ Ուզածը դեղորայքը 10 անգամ թանկա։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։